Թեպետ քաղաքասարակությունը մասնակցել է դատական օրենսգրքի փոփոխությունների մշակմանը, այնուամենայնիվ հասարակական սեկտորը արդյունքից դժգոհ է։ Սեղանին դրված նախագիծը խնդրահարույց դրույթներ ունի, պնդում են, իսկ դրա առանցքային փոփոխությունները նախ գործող էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի ու մի նոր խորհրդատվական մարմնի ձևավորման մասին են։ Վերջինի դիրքորոշումները հենց այդպես խորհրդատվական կլինեն, բայց օրենսդրության զարգացման կենտրոնի տնօրենի կարծիքով կունենան կարևոր նշանակություն։ Դատավորները այսօր հնարավորություն կունենան դիմելու խորհրդատվական հանձնաժողովին եւ ստանալու կոնկրետ առանձին դեպքերով եզրակացություններ այն մասին, թե այս կամ այն գործողությունը կամ այս կամ այն գործությունը իրենց կողմից արդյոք կարող է որակվել էթիկայի կամ կարգապահության խախտում։ Ըստ նախատեսվածի, այս մարմինը պետք է ունենա ներառականության սկզբունքով ընտրված 5 անդամ, 3-ը դատական համակարգից, մյուս 2-ը քաղաքասարակությունից կգան, իսկ գործող էթիկայի եւ կարգապահական հանձնաժողովի անդամների թիվը կավելանա 8-ից դառնալով 11։ Նրանց ընտրության հարցում, սակայն, փոփոխություններ չեն նախատեսվում։ Ինչպես դատավոր, այնպես էլ ոչ դատավոր անդամների ընտրությունն իրականացնելու է դատավորների ընդհանուր ժողովը, ու հենց սա է առավելապես անհանգստացնում քաղաքասարակությանը։ Պետք է լինի հավասարակշռված կազմ հանձնաժողովի ներսում, եւ այդ հավասարակշռումը ոչ միայն ենթադրում է դատավոր անդամների եւ ոչ դատավոր անդամների ներկայությունը, այլ նաեւ դրանց ընտրության կարգի տարբերակում, այսինքն դատավոր անդամները բնականաբար պետք է ընտրվեն դատավորների կողմից, իսկ ոչ դատավոր անդամները ընտրությունը պետք է վերապահվի այլ անկախ մարմին, դա կարող է լինել անկախ մասնագիտական հանձնաժողով, որոշ դեպքերում տեսնում ենք, որ նաեւ խորհրդարանը կարող է այդ ընտրությանը մասնակցել։ Մենք չափանիշները բերում ենք օրենքի մակարդակ, այսինքն թե որ քաղաքացիական հասարակության ինչպիսի ներկայացուցիչներ կարող են ներգրավել այստեղ, այսուհետ այդ չափանիշները սահմանված կլինեն օրենքով, սա լրացուցիչ մեկ երաշխիք է։ Նախագիծն ամեն դեպքում քայլ առաջ է, բայց ոչ խնդիրների լուծում, պնդում են քաղաքասարակության ներկայացուցիչները։ Կոնցեպտուալ բազմաթիվ խնդիրներ դեռևս շարունակում են չլուծված մնալ, այդ թվում կարգապահական վարույթների բողոքարկման մասով, այսպես դեռևս այդ բողոքարկման ընթացակարգը դեռևս չի ստեղծվել։ Մեր մոտ 1.5 տարի է բարձրագույն դատական խորհրդի կողմից հանձնաժողովներ ստեղծված չեն։ Կարծիքները դեռ կամփոփենք, թե որոնք նախագծում տեղ կգտնեն, չգիտեմ, նախարարության պաշտոնյան նշեց, իսկ հասարակական սեկտորը մի վերջին անգամ էլ առիթն օգտագործեց ընդգծելու, որ դատական իշխանության անկախության համար առանցքային կարևորություն ունեն իրենց առաջարկները, ընդ որում դա այն նվազագույնն է, որ անել է պետք։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։